Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը Medline բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Շամամյանն է։ Բարև ձեզ, Դավիթ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հաղորդմանս մասնակցելու համար։ Ես եմ շնորհակալ, շատ հաճելի է։ Դավիթ, ուզում եմ զրույցը սկսենք սկզբից, ձեր մանկության տարիներից ու գանք մեր օրեր, երբ այսօր եւ մեր մանկության տարիներին եւս երեխաներին հարցնում ես ինչ ես դառնալու, առաջին եւ ամենատարածված մասնագիտությունը, որ ասում են, դա բժշկի մասնագիտությունն է։ Հետաքրքիր է ձեր դեպքում ինչպես է։ Դավիթը ծնվել է բժիշկների ընտանիքում, թե ընտրել է պարզապես փրկչի։ Բացարձակ մեր ընտանիքը կապ չունի բժշկության հետ։ Զուտ հայրիկս, երբ որ ես դպրոցական տարիներում սովորում էի, դեռ վաղ հասակում, այսինքն 2, 3, 4 դասարանից սկսած, ունեին իմ հայրիկը աշխատում էր էսթետիկ բժշկական կենտրոնում որպես տնօրեն, եւ ես շատ էի հաճախում այնտեղ ու տեսնելով այնտեղի շարժը, պացիենտներին եւ այդ բժշկությունը, այդ ամեն ինչը ոնց որ սկսեց դուրս գալ եւ որոշեցի, որ պետք է դառնամ բժիշկ։ Այսինքն մեր ցեղում այսպես ասված չկա ոչ մի բժշկությամբ, կրթությամբ տեր մարդ եւ ես ուղղակի այդ ամեն ինչը տեսնելով ցանկացել եմ դառնալ պլաստիկ վիրաբույժ, հենց կոնկրետ պլաստիկ վիրաբույժ։ Միգուցե արմատները հենց ձեզանից սկսեն։ Երևի հուսով եմ։ Գերի շարունակության։ Իրականում պլաստիկ վիրաբույժի մասնագիտության ընտրությունը եւս հետաքրքիր է։ Տեսեք, պլաստիկ վիրաբույժը կարծես թե ավելի ուրախ է մարդկանց հետ շփման մեջ, չհամեմատական անցկացնելով այլ բժիշկների, օրինակ բժիշկները տեսնում են մարդկանց ցավը, մարդկանց ծայրահեղ ծանր վիճակը, իսկ պլաստիկ վիրաբույժները հակառակը տեսնում են այդ ամենի գեղեցիկ կողմը, որովհետև պլաստիկ վիրաբույժների մոտ գալիս են երջանիկ մարդիկ, ովքեր ուզում են հասնեն իրենց կատարելությանը։ Հետաքրքիր է, դա եւս հաշվի եք առել։ Այո, շատ եմ հաշվի առել, քանի որ նախ համհաճելի է որպես շփվելը որպես ոչ թե հիվանդ, այլ պացիենտ, որ ցանկանում է ավելի երջանիկ լինել, ավելի երիտասարդ լինել եւ ոչ հիվանդության հետ կապված, այսինքն առողջական խնդիրներով դիմել եւ ուզած-չուզած արդեն մթնոլորտը ուրախ է լինում եւ ավելի քիչ է լարվում։ Դա շատ հաճելի է իմ կարծիքով, որովհետեւ հիվանդի հետ իհարկե շփվելը ավելի բարդ է եւ ավելի ծանր է այդ ամեն ինչը տանում եւ դրա մեջ լինելով ավելի շատ է ստրեսը, բայց ամեն դեպքում պլաստիկ վիրաբուժության մեջ պացիենտները այնպես չէ որ ժպտալով գալիս են միշտ եւ ժպտալով գնում են, պլաստիկ վիրաբույժների մոտ եկած պացիենտները դժգոհությունները շատ ավելի լուրջ խնդիրներ են լինում, քան եթե ինչ որ հիվանդության դեպքում ելքը ձեր ցանկալի ելքը չլինի, ինչ որ մի բարդություն լինի, ավելի թեթև կտանի հիվանդը, քան պացիենտը, որ եկել է իր տեսքը գեղեցկացնելու եւ ավելի երիտասարդ լինելու համար։ Հետաքրքիր է, դուք կկարողանայիք լինել, այ բնավորությամբ կկարողանայիք լինել ոչ պլաստիկ վիրաբույժ։ Չեմ երբեք մտածել ուրիշ բժիշկ լինելու մասին, բայց իմ կարծիքով չէ, քանի որ ես խղճից շատ թույլ եմ ու սառնասրտություն է, չէ՞, ամեն դեպքում։ Հա, sense որ տեսնում եմ հիվանդ մարդկանց շատ վատ եմ զգում եւ իմ կարծիքով այտենց չեմ կարող։ Գումար չէիք աշխատի իմ կարծիքով։ Այստեղ գումարի հարցը չի, քանի որ մեր մասնագիտությունը պլաստիկ վիրաբուժություն եւ միկրովիրաբուժություն է, այսինքն ամեն դեպքում, երբ որ դեպքեր են լինում, ինչ-որ պատահարներ են լինում, թե գործը անելիս, թե օրինակ դանակով մատը կտրելիս, ամեն դեպքում միկրովիրաբուժի կարիք է պետք լինում, այդ դեպքում մենք նաև կատարում ենք դա, այսինքն ոչ էսթետիկ, այլ ֆունկցիոնալ առումով արդեն բուժօգնություն ենք ցուցաբերում եւ դա նույնպես հաճելի է, բայց իր չափով է հաճելի։ Եվ որքանով որ տեղյակ եմ, ոչ այնքան հաճելի բուժօգնություն ցուցաբերել եք նաև ճակերտավոր եմ ասում իհարկե ոչ այնքան հաճելի, խոսքս 44 օրյա պատերազմի մասնակիցների մասին է։ Դավիթ, ուզում եմ վերադառնանք ձեր թույլտվությամբ կյանքի այդ շրջան, երբ բոլորիս մոտ կյանքը ավարտվում էր, բայց այնինչ տեսնում էին բժիշկները, մենք չէինք տեսնում հեռախոսներից կամ հեռուստացույցներից այս կողմ։ Դե շատ ծանր ժամանակահատված ենք ապրել, այո, բոլորս եւ մասնավորապես բժիշկները, քանի որ մեր թիմը հիվանդանոցից, այսինքն տուն գնալ այդպիսի հասկացողություն չկար այդ օրերին եւ մենք մեկս մյուսին թիկունք լինելով եւ ժամերով իրատաներից դուրս չգալով փորձում ենք
ամեն մեկս յուրովին օգնություն ցուցաբերել, այսինքն այնքանով ինչքանով որ կարող ենք կային շատ տարիքով, հա, ավակ բժիշկներ, որոնց փորձը շատ ուժեղ էր եւ մենք իրենց կողքը կանգնած, իրենց ինչով կարողանում օգնում ենք, ով որ դեռ չէր կարողանում վիրահատել ամեն կազմակերպչական հարցով, թեկուզ վիրակապություններով եւ նման կերպ բոլորի մոտ տեսնում ենք այդ ցանկությունը, որ մեծից մինչև փոքր, որ ով ինչով կարողանում էր պատրաստ էր օգնել եւ դա չէր քննարկվում ու դա հաճելի էր տեսնելը, որ այսինքն անտարբեր չէին ոչ ոք, մանավանդ բժշկական անձնակազմը ամենաբարձրից մինչև միջին, հա, բուժ անձնակազմ ամեն ինչ անում էին, դաժե անհնարինը, այսպես ասած, անում էին, որպեսզի մեր ազգին, մեր տղաներին ինչ որ մի բանով կարողանային օգտակար լինել անպայման։ Ու այդ ժամանակահատվածն էր, որ որոշակի առումով մենք հասկացանք, թե ինչ է նշանակում լինել համախմբված, թե բժշկական ոլորտում, թե ցանկացած ոլորտում։ Այո, Եթե համեմատականներ անցկացնենք այլ խնդիր ունեցող օրինակ վիրահատության դեպքում, այդքան միահամուռ, այդքան մի բռունցք դարձած, կարծես թե չենք եղել։ Ուրիշ ճար չենք ունեցել ու պետք է ամեն մեկը գիտակցել, որ ամեն մի գրոշ անգամ կարող է ինչ-որ մեծ արդյունքներ ունենալ, մեծ հետևանքներ լինել եւ այդ ամենը հասկանալով բոլորը գրագետորեն մոտենալով այս հարցին համախմբված մի մարդու պես մաքսիմալը կատարել են համենայն դեպս բուժանձնակազմի կողմից, ես վստահաբար ասում եմ, որ այդպես է եղել։ Թող երբեք չլինի այդպես։ Աստված հեռու փայ։ Իրականում այո։ Դավիթ, վերադառնալով մեր էսթետիկ ոլորտին, ես նկատել եմ, որ այսօր շատ են սոցիալական հարթակներում բժիշկ վիրաբույժների էջերը, որ հետևում ես ակնհայտ երևում է որոշակի փոփոխություններ, որոշակի ֆոտոշոփեր եւ կարծես թե մարդիկ ծուղակն են ընկնում։ Տեսեք, դուք որպես բժիշկ, ինչ կարող եք խորհուրդ տալ այն մարդկանց, ովքեր որ Instagram-յան օրինակ էջը թերթելով են որոշում ընտրել բժշկին։ Ինչպես կարող են այնպես անել, որ չընկնեն այդ ծուղակը։ Դե ամեն դեպքում իմ կարծիքով նենց դարում ենք ապրում, որ Instagram-յան այդ ամեն ինչը բոլորն էլ օգտվում են եւ տեսնում են եւ առանց դրա արդեն չի լինում, բայց եթե որոշում են վիրահատության գնալ, գոնե իմ կարծիքն է, որպեսզի ճիշտ որոշում կայացնելը, մի քանի մասնագետի մոտ գնալ եւ արդեն ըստ դրա սելեկցիա արվի եւ ինքդ քեզ բացասական եւ դրական կողմերն էլ տեսնես ու հասկանաս արդյոք սա է ճիշտ մոտեցումը, թե այսինքն բժշկի հետ շփումից էլ է շատ բան կախված, որովհետեւ մենք վատ օրինակ բերեմ, նույնիսկ կոշիկ գնելուց մի քանի խանութ գնում ենք, որպեսզի որոշենք որն է լավը կամ որն է վատը։ Իսկ սա արդեն շատ լուրջ հարց է, նույն առողջության հետ ինչքան էլ որ առողջության հետ կապված չէ, էսթետիկ վիրահատություններ են, բայց այդ էսթետիկ վիրահատությունը կարող է այնպեսի բարդություն տալ, որ արդեն առողջության հետ կապված լինի, դրա համար ամեն դեպքում պետք է մի քանի մասնագետի մոտ գնալ կամ եթե առաջի անգամ են վիրահատվում, տեսնել ծանոթներից տվյալ մասնագետի մոտ վիրահատվել է, թե ում մոտ է վիրահատվել, ինչ խնդիրներ են առաջացել, ամեն ինչ հարթ է ընթացել եւ այլն, եւ դրանից նոր ինչ որ հետեւություններ անել եւ հասկանալ արդյոք սա իմ վիրաբույժն է, թե ոչ։ Ես կարծում եմ բժշկի համար լավագույն գովազդը դա նախորդ պացիենտներն են։ Միանշանակ, այո։ Ամեն դեպքում ամենաշատ վիրահատությունները լինում են ռուսի ասած սարաֆաններ ռադիոյի հետևանքով եւ պացիենտը իր հարազատին է ասում, այսինքն մեկ գոհ պացիենտը կարող է բերել 5 եւ ավել պացիենտի։ Քան Instagram-յան ֆոտոշոփած նկարները։ Այո, իհարկե։ Դավիթ, սա դրական կողմի մասին սոցիալական ցանցերի, բայց ես կարծում եմ, որ նաև ունի բացասական կողմը, որովհետև սոցիալական ցանցերն են հենց դրդում մարդկանց բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների գնալ։ Այո, իհարկե, եւ նայելով տրենդերին, թե այս աստղը ինչ է անում, ոնց է անում, ինչ է անում, նույն ձև ցանկանում են բոլորը վիրահատվել, մեծամասամբ, հա, վիրահատվողների մեծ մասը նայում է, թե որ աստղը ինչ վիրահատություն արել ու չի պատկերացնում, որ այդ աստղը գոնե մեջից մի աստղի փայլ ունի, էլի, որ չի կարող շատ նույն բանը ստացվի, թեկուզ վիրահատելու դեպքում, եւ այդ շատ կարեւոր է մեր մասնագիտության մեջ, որովհետեւ պացիենտին կարողանանք բացատրել եւ պացիենտը ճիշտ հասկանա, թե ինչից ինչ կարող ենք ստանալ, այսինքն չպատկերացնի այտենց վաու էֆեկտ, երբ որ բժիշկը խոսք չի տալիս, որ կարող է նման իր անատոմիային առանձնահատկությունների դեպքում նման արդյունք ստանալ։ Դա շատ կարևոր է, որովհետեւ
կանայք եթե իրենց մտքին դրել են որ սենց պետքա լինեմ, ինչքան էլ համոզես որ տենց չես լինելու կամ չենք կարող զուտ այդպիսի արդյունք ստանալ, ինքը մեկը իր ուղեղում մտածում որ չէ կլինի, համոզում է բժիշկին որ ինքը կարող է ամեն ինչ անել, բայց բժիշկին ստում ավելի լավ է պատկերացնում իր կարողությունները, էլի ինչա կարող, ինչ ոչ։ Դավիթ, եթե դուք տեսնում եք հնարավոր իդեալական կանխատեսումը, այդ դեպքում ասում եք պացիենտին։ Հա, իհարկե։ Չեք մտածում, որ միգուցե վիրահատությունից հետո ձեր տեսածը չստացվի։ Չէ, եթե Ոնց եք պատկերացնում, հետաքրքիր է։ Դες պետք է արդեն փորձից ելնելով զուտ վիրահատություններից, այսինքն միանգամից դու չես կարող պատկերացնել, ինչքան է մտածես, որ հնարավոր է ասես բաներ անել, բայց ժամանակա պետք է անցնի, որ հասկանանք մենք արդյոք ժամանակի ընթացքում, որտեղ մի բանը վիրահատությունից հետո ինչ որ արդյունք տեսնել է միանգամից, բայց մի այլ բան է հետվիրահատական շրջանից հետո, օրինակ 1 ամիս, 2 ամիս անց կամ կես տարի անց, թե ինչա դառնում այդ արդյունքը։ Այսինքն պետք է մի քիչ երկարաժամկետ արդյունքները նայելով, քննարկելով եւ ավելի խորը ուսումնասիրելով նոր հասկանանք, թե մենք ինչից ինչ ենք ստանում եւ ինչ է հնարավոր ստանալ։ Այսինքն այդպես մի անգամից այդ որ տեսնում են դոյի պոսլե հենց տեղում, դա որոշ դեպքերում լինում է որ հենց դա չէ ինչ որ լինելու է ժամանակ անց։ Եվ նույնը հակառակը, օրինակ վիրահատության վերջում երբ որ այտուցված է լինում, տեսքը մի քիչ փոփոխված է լինում եւ դա նույնպես պետք է պացիենտին ասել, որ ժամանակի ընթացքում այտուցները իջնելով այդ ամեն ինչը ձևափոխվելու է եւ մինչեւ հյուսվածքները կվերականգնվեն ու արդեն մեր ուզած արդյունքը կստանանք։ Եվ ձեր զրույցի ընթացքում նշեցիք, որ կան խոսեն բժշկի հետ, պացիենտները մի քանի բժշկի հետ նոր կարողանան հասկանալ, թե ում են ընտրում։ Ես իմ սեփական փորձից եմ ասում, երբեք չեմ ընտրի այն բժշկին, ով ինձ համոզում է։ Դա տպավորություն է ստեղծում, որ դու նրա վերջին հույսն ես։ Իրականում ինչպես պետք է եւ որն է ճիշտ տարբերակը բժշկի մոտեցման, ասել իրականությունը այնինչ կա պացիենտի դեմքին, այսպես ասած, թե Դե իմ կարծիքով եթե չասես այն ինչ որ լինելու է եւ խոսքեր տենց անիմաստ ասես ավել եւ ոգևորես թե այսպես ենք ստանալու դու ինքդ գիտակցելով որ չես ստանալու դա կարճաժամկետ արդյունք ես ունենալու, այսինքն կարող է 1 տարի, 2 տարի շատ քանակի վիրահատություններ կատարես, կոպիտ ասած մարդկանց ոչ այն ճիշտը ասելով ինչ որ պատկերացնում ես լինելու է ու դրանից հետո էլ գործ կամաց չես ունենա, հա, իսկ եթե ավելի դանդաղ լինի այդ վերելքը եւ իրականությունը ասես պացիենտներին, որ գիտեք ինչ կա չի լինելու է ձեր ուզածը, եկեք դուք մի վիրատվեք կամ այսինքն ամեն մեկին պետք չի, հա, ասել ինչա որ դուրը թակել են, պետք է ասես եկեք կվիրատեմ վերջ ու վիրատություն ակապել ջան, բան։ Այդպես չի կարելի անել, որտեվ եթե տենց ես անում, ամեն դեպքում հաջողությունը կարճաժամկետ է շատ լինում, էլի, որտեվ վատ արդյունքը 10 հատ լավ անես, մի հատ վատ անես, այդ մի հատ վատի վրա են ուշադրությունը դարձնում, անավանդ սոցիալական հարթակների մի հատ ոնց որ գնում է մի հատ իր մեյքափ անողի մոտ կամ մի հատ գնում է իր տենց թարթիշների լաշ մեյքերի մոտ ու մի հատ ասում է գիտես, ասես այլանդակել են ու գնաց տենց այն սարաֆանները գեղեցկության սրահներում եւ ստուդիաներում Դավիթ, իսկ եղել են դեպքեր, երբ եկել են ու դուք ասել եք, որ ընդհանրապես կարիք չունես, գնա։ Ես չեմ վիրահատի քեզ։ Շատ է եղել է թե տեսքի հետ կապված, որ տեսնում ենք, որ անիմաստ է, որովհետև չի օգնելու։ Ոչ թե չի օգնելու, այսինքն արդեն իսկ լավ է, իսկ իր ուզածը չի զուտ անատոմիորեն հնարավոր չի ստանել։ Այդ դեպքերում ենք ավելի շատ մերժում Իսկ նաև դեպքեր են լինում, երբ որ զգում ես դիմացինը մի քիչ այդպես ոչ adekvat է, կարող է մի քիչ ժպտում եւ այլն, բայց ինքը զգում ես, որ իր ուզածից մի միլիմետր դաժե շեղված լինես, մինչև կյանքիդ վերջ ինքը զանգելու է, ասի, բայց հիշում եք, դուք ինձ ինչ եք ասել, այդ դեպքում ավելի լավ է հեռու մնալ ու չվիրահատել, էլի, ով որ թող կվերցնի այդ իր վրա այդ պարտականությունը, թող ինքը վերցնի, հետո Տակից դուրս գա ոնց ուզում է։ Դուրս գա, այո։ Դավիթ, ես մեր նախնական զրույցի ժամանակ հիշում եմ, որ դուք թվարկել եք եւս մեկ դեպք, եթե պացիենտը գալիս է ու խոսում է նարկոզի մասին ու վախենում է, որ նարկոզից չի արթնանա, այդ դեպքերում էլ դուք հստակ չեք վիրահատում։ Չեմ վիրահատում ոչ մի դեպքում, որովհետեւ եթե պացիենտը
տենց մտքերով է բացասական գալիս, դու ամենաիդեալական ձևը վիրատես մի բարդություն անպայման լինելու է հետվիրատական, թե չգիտեմ, վերքերի լավացման տեսքով, թե հազար մի բարդություն տեսքով, ես ավելի լավ է, եթե ինձ բացասական են գալիս արդեն, այսինքն իրանց չի հետաքրքրում, թե արդյունքը երբ կլինի վերջնական, այլ առաջինը հարցնում են, թե քանի տոկոս կա, որ նարկոզից չեմ զարթնի, ասում ենք շնորհակալություն, հաջողություն։ Այսինքն այդ դեպքում որպես հոգեբան, հա, ճակատավոր ասել պետք չի աշխատել։ Դավիթ, իսկ ում նկարն են ամենաշատը ցույց տալիս աստղերից։ Հիմա շատ խառն են, տենց կոնկրետ չկա, որտեղ հիմա աստղերը այնքան շատ են ու տենց բոլորն էլ ոնց որ դիմում են վիրահատությունների աստղերի մեջ, տենց չի մոտս ֆիքսվել էլի, որ ասեմ կոնկրետ ում են ցույց տալիս։ Եվ կարող եմ ասել մենակ որ այդ լիպոսակցիա լիպոմոդելավորում որ ցանկանում են կեսը, 90%-ի չափով ասեմ, կեսը կամ ասում են չեմ ուզում Քիմ Քարդաշյանի պես, կեսն ասում են ուզում եմ Քիմ Քարդաշյանի պես։ Այդ երկու կամ ուզում եմ կամ չեմ ուզում նա, էլի։ Վերակշռողը, ովքեր որ ինչ-որ օրինակ են բերում։ Այսօր մեծ տարածում գտավ մարմնի կորեկցիան, մարմնի կորեկցիայի վիրահատությունը, սա կարծես թե որոշակի առումով նաև ծուլություն է մտցրել աղջիկների մեջ, որովհետև վիրահատելով ավելի արագ եւ հեշտ կստանան այն սպորտային այո մարմինը, որը մարզվելով կարող է 5 տարի հետո ստանան կամ միգուցե նաև չստանան։ Ուղղակի է սրա վատն էլ այն է, որ մտածում են, որ վիրահատվեցին վերջ, ինչ ուզեն կանեն, մնալու են այդ 90-60-90-ում, բայց չեն գիտակցում, որ պետք է մի քիչ հետևեն էլի, այդ ամեն ինչը տենց մի վիրահատությունով չի վերջանում ամեն ինչ, այսինքն այսինքն սննդակարգ ամեն դեպքում պետք չի նստակյաց կյանք, սպորտով զբաղվելը միշտ խրախուսելի է, ամեն դեպքում թե ուզում ես մարմնի կառուցվածքի համար, թե առողջության համար, մենք միշտ խրախուսում ենք սպորտը, որովհետև մի բան է մեր վիրահատությունով լավ արդյունք ստանալը, մի այլ բան է կողքից բաժերշկա անելը սպորտով եւ ավելի գերազանց արդյունք ստանալը։ Ամեն դեպքում առողջության նկատառումներով պարտադիր է սպորտով զբաղվել, այսպես ասած։ Դավիթ, եւ եւս մեկ միֆ կա մեր ժողովրդի մեջ, այսպես ասեմ, ընդունված, որ եթե նրանք հանդիպում են ավելի երիտասարդ բժշկի, մտածում են, որ նոր ավարտել, հաստատ բավականաչափ փորձ եւ կրթություն չի ունենա, գնանք ավելի տարիքով բժշկի մոտ։ Հետաքրքիր է ձեր դեպքում եղել են, որ նկատել եք, որ ձեզ տեսնելով թերահավատորեն են մոտենում։ Այո, իհարկե, շատ է եղել, որ հարցնեն, իսկ դուք քանի տարեկան եք, ինչ ստաժ ունեք, քանի տարի ավարտել եք, որտեղ եք ավարտել, ոնց ասում եմ, բարձա որ ճիշտ է որ հարցում են որտեղ եք ավարտել, որտեղ հիմա ամեն երկրորդ նկուղից ինչ որ չգիտեմ որտեղից դիպլոմ են ճարում ու տենց դառնում են վիրաբույժ, հետո բան դեպքեր են լինում ու ասում են ինչի բա սենց եղավ, բայց չեն իմանում թե այդ բժիշկը ոնց է բժիշկ դառել ու իրականում բժիշկա թե չէ, այսինքն նման դեպքեր են շատ լինում։ Ես այդ հարցը նորմալ եմ տեսնում, որ հարցնում են հերացին եք ավարտել, այսինքն գլխավոր բժշկական համալսարանը Երևանի պետական թե ինչ որ այլ բուհեր, այդ նորմալ է այդ հարցը, բայց թե որ հարցնում են քանի վիրահատություն եք արել կամ այս իմ նման վիրահատություն շատ եք արել կամ բան, հասկանում եք որ տարիքը, այո, արդեն հա պետք է։ Ես կարծում եմ, որ ավելի համենայն դեպս դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ այսօր ավելի հեշտ է վստահել երիտասարդ սերնդին, որովհետև նորամուծություններով ու նոր տեխնոլոգիաներով ավելի հարուստ է իրենց դիմելու դեպքում լինում այնինչ ուզում ես, քան օրինակ այն մարդկանց, ովքեր որ աշխատել են հին մեթոդներով։ Այստեղ խոսքը միայն պլաստիկ վիրաբուժության մասին չէ, օրինակ մանկաբուժության հետ կապված, ես մտածում եմ, որ ավելի նորամուծությունները ավելի հեշտ է։ Դե այստեղ երկու կարծիք կա իհարկե, որ ինչպես դուք եք կարծում տենց է, համ էլ կապ չունի երիտասարդ թե տարիքով, հա, վիրաբույժը ավելի կամ լյուբոյ բժիշկ, եթե ինքը իր վրա չի աշխատում, չի մասնակցում կոնֆերանսների, գիտաժողովների, չի կարդում նորությունները, նոր գայդերը, այդ ամեն ինչը չի ուսումնասիրում, դա արդեն կապ չունի տարիք, թե տարիքով մեծ, թե ավելի երիտասարդ, այսինքն մենակ ստաժը չի հարցել, որտեվ շատ արագ զարգանում է բժշկությունը ամբողջ աշխարհում եւ պետք է համապատասխան դու էլ զարգանաս, թե չէ վրայովդ շատ արագ մյուս սերունդները կանցնեն, էլի, այսինքն
տարիքի հետ կապված պետք է զարգանալ ամեն դեպքում, պետք է կրթվել, միշտ պետք է կրթվել էլի։ Բայց տեսեք, ինչպես եք հասցնում ունենալ պացիենտներ, լինել 24/7 աշխատանքի մեջ եւ միևնույն ժամանակ հասցնել հետ չմնալ տարածվող տենդենսներից։ Դե փորձում ենք կոնֆերանսների տեսքով, թե արտերկրյա, թե մեր Հայաստանում անցկացվող կոնֆերանսներով մասնակցել անպայման այդ գիտաժողովները եւ նոր տարբեր երկրներից հրավիրված բժիշկները իրենց փորձով կիսվելով մենք էլ լսում ենք, տեսնում ենք, արդեն մենք մեր մեջ կարողանում ենք գնահատել, հա, ինչ կարող ենք քաղել այս նյութից, ինչ պետք չի եւ այդ համատելով, մասնակցելով գիտաժողովներին, ամենակարևորը այդ գիտաժողովներն է, էլի, որ մասնակցում ենք թե երկրից դուրս, թե Հայաստանում։ Վստահ եմ, որ ձեր գող պացիենտները, երբ արդեն վիրահատությունից հետո այտուցները իջնում է եւ գալիս են ձեզ մոտ շնորհակալություն հայտնելու, ցույց տալու վերջնական տեսքը, վստահ եմ ասում են ձեզ ձեր առավելությունների մասին։ Ուզում եմ այդ մասին համեստություն չանեք, կիսվեք, ինչու պետք է ընտրի պացիենտը հենց ձեզ։ Ձեր պացիենտների բերանով ուզում եմ պացիենտի, չգիտեմ, որպես դրական բան ասել են, չգիտեմ, ձեր բարի աչքեր ունեք ու հիշում եմ էլի հիմա, մեկ է հոգատարությունը, որ այսինքն նես չի որ վիրահատեցինք, վերջացեցինք, всё, երկրորդ օրը գրում է, всё, արդեն դուս ես գրվել հիվանդանոցից, ել կապ չունենք իրար հետ, այսինքն անհասանելի է դառնում։ Հա, այսինքն այդ երկու բանն եմ հիշում ճիշտ ասած էլի, որ տենց որ ասեն, որ հոգատարությունը, այսինքն պացիենտի այդ ամենակարևորներից է հետադարձ կապը է, որը որ եթե շուտ մի քիչ սկսես արդեն չպատասխանել, ոնց որ քեզ դրես վերևները, միանգամից կընկնես էլի, բայց դե եթե այնքան շատ պացիենտներ ունես, որ հասցնում ես պատասխանես, բայց արդեն այդ պացիենտը պետք է գիտակցի, որ մենակ ինքը չի ու ամեն անիմաստ հարցը, ասենք 2 տարի հետո չասի ջերմություն ունեմ, ես ձեր մոտքիդ եմ վիրահատել, օրինակ, բան չի հիմա քթերս լցվեց, վիրահատել եմ, չէ, ասենք նման տապակ հարցերով չդիմեն էլի, որպեսզի բժիշկն էլ կարողանա պատշաճ բոլորին պատասխանել եւ ժամանակ գտնի նման պատասխանների համար։ Ես նկատում եմ, որ բացի դերասանների, երգչուհիների, մեր հայ դերասանների եւ երգչուհիների մոտ աստղային հիվանդությունից դա տարածված է շատ ուրույն կերպով բժիշկների մոտ նաեւ հատկապես պլաստիկ վիրաբույժների մոտ։ Երբ ունենում են մի քանի հաջող փորձ, մի քանի ինտերվյու, մի քանի գովազդ, մեղմ ասած չի լինում շփվել նրանց հետ։ Իրականում աստղային հիվանդությամբ վարակվելը դա ամենածանր հիվանդություններից մեկն է, որտեղ դա Հայաստանում մեր օրերում դա պարզապես ծիծաղելի է, կապ չունի որ ոլորտում ես։ Վստահ եմ դուք այդ ամենը ներսից ավելի լավ եք տեսնում։ Ինչ անել, որ չվարակվել այդ հիվանդությամբ, որպես բժիշկ, ինչ խորհուրդ կտաք։ Խորհուրդ կտամ մի քիչ հեռուն նայել, որտեղ այդ ինչքան այդ շուտ վարակվես այդ դրանով, այդքան շուտ կկորցնես պացիենտներ, որովհետև պացիենտների զգալի տոկոսային հարաբերությունով նայենք, զգալի մասան, հա, տեսնում է, երբ որ իր հետ չեն խոսում որպես պլաստիկ վիրահատության եկող պացիենտ, այսինքն դե այդ պացիենտներն են, չէ, իրանք հիվանդ չեն եւ իրանք ավելի մի քիչ ուրիշ ձև են իրանք պատկերացնում եւ իրանք հետ պետք է շատ նուրբ խոսել եւ այլն, այսինքն իրանք վերին արտից օրենի տեղ մի քիչ իրավունք ունեն մի քիչ իրանք տենց պատկերացնելու, իսկ եթե բժիշկը ավելի իր ձեր ասած տեսանկյունը դնում է իր աստղայինը տանում է եւ այլն, դա սկսում արդեն տհաճ լինել պացիենտի համար ու դիմում է ուրիշին, զուտ այդ ամեն ինչը գիտակցելով, որ ինչքան դու քեզ վերևից նայես, այդքան էլ պացիենտին կարող է դուր չգա ու դիմի ուրիշին։ Եվ ուզում եմ իմանալ, որ վիրահատություններն են հիմնականում փոխում պացիենտին հոգեբանորեն ավելի շատ։ Կրծքի մեծացումը իմպլանտներով։ Հայաստանում։ Այո։ Քթից հետո իհարկե։ Ինքնավստահությունը այդ դեպքում ինքնավստահությունը դե առաջինը քթից հետո է, որ շատ են ասում, վայ, քթի վիրահատությունից հետո փսակվեցի եւ այլն։ Բախտ եք բացում։ Մոտավորապես կարող է նաեւ հակառակն էլ լինում, էլի։ Իսկ երկրորդը դե արդեն քրծքի մեծացումն է իմպլանտով։ Իսկ ինքնավստահությունն է։ Ահա։ Իսկ տեխնիկապես ամենաբարդը որոնք են համարվում։ Դե չեմ կարող տենց ասեմ, բոլորն էլ բարդ են, բայց դեմքի վրա կատարվող վիրահատությունները ավելի բարդ են նրանով, որ այսինքն միլիմետրի շեղությամբ եթե
մարմնի վրա նման բան լինի, երբևէ պացիենտը չի տեսնի, չի նկատի ու չի ներվայնացնի, հա, իրեն, բայց դեմքի վրա մի միլիմետր անգամ, երբ որ ֆիքսում են ու սկսում են կենտրոնալ դրա վրա, արդեն դա դեմքը միշտ արտացոլվում է, հայլու առջև, թե կողքից մի հատ է որ ընկերուհի շատ հարազատ, բայց չուզող կամ այն մեյքափ արտիստը լավ կամ ասում է, բայց այս ոնց որ այս բանը լավ չէր, այն բանի մոտ որ գնայր ավելի լավ անում, այդ տենց բաներից ավելի են սկսում այդ կոմպլեքսավորվել, ավելի նյարդայնանալ ու ոնց որ բզիկավորվել ու արդեն ավելի նյարդերին ազդում է, հետևաբար կոնֆլիկտ է դառնում արդեն բժշկի հետ։ Հասկացա։ Իսկ հետաքրքիր է ինձ, բնական արդյունքն է ավելի հեշտ ստանալ, թե ակնհայտ փոփոխությունը։ Դե շատ բարդ հարց եք տալիս, ճիշտ ասած, նայած էլի վիրահատության դեպքում, դե բնականը բարձր ամեն դեպքում ավելի դժվար է ստանալը, քան ստանդարտ տրենդերին հետևելով անելը, էլի։ Ու նաև պետք է անպայման մի տարի, երկու տարի անցի մասին մտածել, որ հիմա տրենդի հետևից ընկնես մի բան անես, որը որ մի տարի դուր գալու է պացիենտի, բայց մի տարի հետո կարող է խնդիրներ առաջացնի, դրա համար պետք է էլի նայենք ավելի երկարատև լավ արդյունք ունենալու համար, այսինքն չընկնել տրենդերի հետևից էլ։ Իսկ լինում են դեպքեր, որ գալիս են բժշկի մոտ ու անիրական սպասումներ են ներկայացնում, այսինքն կան ու ասեն, որ ես ուզում եմ դառնալ լրիվ այլ ֆորմաների եւ այլն։ 80%-ը տենց էլ գալիս է։ 80%։ Ու մարմնի դեպքում է դա ավելի շատ էլի, մարմնի վիրահատությունների դեպքում։ Դա չէ դեմքի հետ կապված ոչ թե անիրական է, այլ իրանք ոնց որ ավելի թեթև վիրահատությունով ուզում են ստանալ այն արդյունքը, որը որ պետքա մի 5 անգամ ավելի բարդ վիրահատություն կատարել, որպեսզի այդ արդյունքը ստանալ։ Ու սկսում են համոզել բժշկին, որ չէ, ես վստահ եմ, չգիտեմ, իմ վրա լավ անում վերքերը, տենց բաներ են համոզում, որ ասում ես չէ, Ազիզ ջան, այդ ուրիշ վիրահատություն է լրիվ, բացարձակ կապ չունի քո ասածը ու քո ցանկացածը։ Իսկ ինչ խորտ կտակ բոլոր այն մասնագետներին, հա բժիշկներին, ովքեր որ ընտրել են այս ճանապարհը, սակայն դեռ նոր են, դեռ սովորում են, իրականում որքանով է բարդ լինել այս բազմաթիվ բժիշկների մեջ, մրցակցության մեջ, որքանով է բարդ եւ արդյոք խորտ կտակ, որ գան եւ անցնեն այս ճանապարհով։ Խորտ կտամ իհարկե, որպեսզի զարգանա մեր մոտ բժշկությունը եւ ինչքան շատ բժիշկ, այդքան ավելի, ոնց որ ասած, էլիտան շատ կլինի, չէ՞, բժիշկները այդպես են համարվում։ Ավելի նոր ավարտած բժիշկներին խորտ կտամ համբերությունը անպայման սովորել, որովհետև բոլորս միշտ սովորում ենք առանց ուսման տեղում մնալը, այլ եմ ասում, շատ շուտ կանցնեն վրայով եւ շատ կարեւոր խորհուրդ, որը որ ես ինքս եմ անում, հա, այսինքն եթե ես տեսնում եմ չեմ կարող ստանալ այն արդյունքը, ինչ որ պացիենտը ինձից ուզում է, ավելի լավ է զերծ մնալ, քան ընկնել փողի հետևից եւ այլն ու ամեն ինչ ասել ես կանեմ, որովհետեւ էլի այդ 1-2 շատ շուտ անունդ ընկնելու է, ավելի լավ է դանդաղ աճես, բայց երկար տարիներ լավ անուն ունենաս, քան արագ շուտ վիրահատես մի քանի օկու ու կարիերա չսկսած վերջանա, այսպես ասած։ Դավիթ, նշեցիք համբերություն բառը, իրականում դժվար է, կարծում եմ, երբ ավարտում ես եւ դու կարծում ես, որ դու պրոֆեսիոնալ ես, բայց չես կարող փորձել անգամ, երբ խոսել էինք քիչ առաջ դիմահարդարների մասին, երբ դիմահարդարը 10 դիմահարդարում անելով կարող է ձեռքը բացել, այս դեպքում պլաստիկ վիրաբույժի դեպքում շատ բարդ է։ Դե պետք է խնդրես քո համ համբերություն, համ այդ ձեռք բացելու հետ կապված ավակ սերնդի բժիշկներից, հա, ավակ ընկերներից, գոլեգաներից պետք է խնդրես, որպեսզի սկզբնական շրջանում քո կողքը կանգնած լինեն եւ ձեռքիցդ բռնած ինչ որ մի բանից եւ չնեղվես։ Դրանից որովհետեւ ոչ մեկ վիրաբույժ չի ծնվում, դառնում են վիրաբույժ այդտենց բազում վիրահատություններ կատարելով եւ այսինքն պետք չի ամաչել դրանից եւ մտածել ես բժիշկ եմ, ամոթա ուրիշ բժիշկ ասեմ գա իմ կողքը կանգնի, չէ, ամոթ չի։ Պետք է կողքդ կանգնի, որ այնց սխալ չանես, որ հետո սա կյանք փոշմանես, թե ինչի չասեցի, ավելի ամոթելներ կան, չէ՞, ու նորմալ գրագետ բժիշկը կյանքում չի մտածի, չի ասի, դե ինքը նոր ավարտ է, ինձ կանչեց, եկա օգնեցի, բոլորը պետք է ուրախ լինեն, որ իր օգնության կարիքը ինչ որ մեկը ունի։ Սա կարծում եմ շատ ճիշտ մոտեցում է, որովհետև ոչ միայն քո, այլ նաև դիմացինի կյանքն ես
փրկում։ այո։ Դավիթ, եւ ինչպես նշեցիք, ասում են բժիշկները էլիտա են եւ այլն, նաեւ բժիշկների մասին խոսելիս ասում են, որ եթե բժիշկ ես, ուրեմն անձնական կյանքդ շատ դժվար է դասավորվում, ոչ թե որ վատն ես կամ խնդիրներ ունես կամ բծախնդիր ես, այլ պարզապես չես հասցնում մտածել այդ մասին։ Հետաքրքիր է դուք ինչպես եք այդ հարցին վերաբերում, արդյոք ճիշտ է այդ կարծրատիպը, եթե բժիշկ ես, դու չես հասցնում այլ բաներով զբաղվել։ Կախված բժիշկ, բայց կոնկրետ պլաստիկ վիրաբույժները կարծում եմ կհասցնեն զբաղվել։ Դուք հասցնում եք օրինակ կարդիոխիրուրգները, նեյրոխիրուրգները, որոնք շատ ավելի բարդ վիրահատություններ եւ երկար ժամ, վիրահատություններ են կատարում, հերթապահություններ են ունենում եւ այլն, ինձ թվում է իրենց դեպքում ավելի ակտուալ է ձեր հարցը ու ավելի ճիշտ է, որ իրանց համար ավելի բարդ է ինձ թվում անձնական ժամանակ տրամադրելը, էլի։ Միշտ նշում են 10 տարի պետք է սովորես, 10 տարի սովորելուց ավարտելուց հետո նորից պետք է սովորես, այդ առումով էր հարցս ուղղված, որովհետև ես հիշում եմ բժիշկների հետ, բոլոր այն բժիշկների հետ, ովքեր ամուսնացած չեն եւ այլն, միշտ խոսում են, որովհետև այս մասնագիտությունն եմ ընտրել, որովհետև ամուսնացել եմ բժշկության հետ։ Չէ, այդքան էլ տենց չի իմ կարծիքով էլի, ես կարող ես պլաստիկ վիրաբույժ եմ դրա համար տենց մտածում, կարող է ուրիշ մասնագիտության տեր բժիշկները ավելի բարդ անձնականի հետ կապված էլի ժամանակի, բայց պլաստիկները ոնց որ թե չեն բողոքում։ Շատ լավ է։ Եվ ամփոփելով զրույցը, Դավիթ, ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Բժշկության մեջ, թե չէ, հասարակ կյանքում։ Լինել բարի ու կատարել բարի գործեր, այսինքն չարություն մեջը մարդ չար նախանց այդ ամեն ինչը չլինի ու բարի, լինել բարի, այդքանը, չգիտեմ, չխաբել, դիմացինին չխաբել։ Այո, բարությունը շատ դեպքերում փրկում է ամեն ինչ եւ ամեն իրավիճակ։ Բարի ու ստախոս չլինել, այդ երկու բաները։ Այո, շատ կարեւոր է մեր օրերում հատկապես։ Դավիթ, շնորհակալ եմ գալու համար, վստահ եմ միասին ուսուցողական զրույց ապահովեցինք ու էկրանից այն կողմ շատերը կլսեն ձեր եւ խորհուրդները եւ կհետևեն այն խոսքերին։ Ես եմ շատ շնորհակալ Անահիտ ջան, շատ հաճելի էր ձեր հրավերքի համար, շատ ուրախ եմ որ մասնակցեցի այս հաղորդմանը։ Շնորհակալ եմ գալու համար։ Ձեզ մերսի։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։